Կառավարության կայքում հրապարակվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող պետական գերատեսչություններում առկա փաստաթղթերը։ Դրանք պատկերացում են տալիս մինչև 2020 թվականում տեղի ունեցած բանակցային գործընթացի բովանդակության մասին։ Տեղադրված են նաև հրապարակայնորեն հասանելի մի շարք փաստաթղթեր, որոնք ուղիղ առնչություն ունեն առաջին խումբ փաստաթղթերի հետ։ Հրապարակված փաստաթղթերի թվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկները 2016 թվականի Կրակովի փաստաթուղթը, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նամակը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, Կազանի փաստաթուղթը եւ այլն։ Շուրջ 10 ամիս առաջ վարչապետը հանձնարարել էր գույքագրել ԱԳՆ-ում առկա Ղարաբաղյան բանակցային թղթերը։ Փաշինյանը հայտարարել էր, որ մինչև տարեվերջ բանակցային թղթերը կհրապարակվեն։ Ղարաբաղի բանակցություններին վերաբերող առաջարկ խոսքը գնում է 2019 թվականի հունիսին մասին, որը թաքցրել է հայ ժողովրդից։ Այսինքն, սիրելի հայ ժողովուրդ, քեզ, որ խոստանում էր հրապարակներում, որ հավաքվելու ենք եւ միասին որոշենք Արցախի ճակատագիրը, որ ստանա առաջարկ անպայման ձեզ տեղեկացնելու է, Նիկոլը խաբեց։ Խաբում էր 19 թվականին, երբ որ այս փաստաթուղթը ստացել էր եւ ձայն չէր հանում նա։ Խաբում էր 20 թվականին, երբ որ Լավրովը հայտարարեց, որ փաստաթուղթ եմ տվել քեզ, իսկ դու որևէ ընթացք չես տվել Նիկոլ, եւ առանց վարանելու, առանց աչքը թարթելու նա Նիկոլ Փաշինյանը նայում էր մեր ձեր աչքերի մեջ եւ ասում էր, որ որևէ բանակցային փաստաթուղթ չկա։ Այնինչ այսօր հրապարակեց 2019 թվականի հունիսով թվագրված բանակցային առաջարկ։ Նիկոլ Փաշինյանը ստախոս է, ստոր ստախոս։ Սա առաջի հետևությունն է, որ պետք է անել որպես փաստ հերթական անգամ, այդ թվում այսպիսի կենսական կարևորություն ունեցող հարցով, ինչպիսին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրներ, Նիկոլ Փաշինյանը ֆրցրեց մի ամբողջ ժողովրդի։ 2019 թվականին նա ստացել է փաստաթուղթ, որը մեզանից հայ ժողովրդից թաքցրել է։ Փակագծերում գրել են 16, որպեսզի ասեն, որ դա իր օրոք բանակցված չի, դա Սերժի եկած ժառանգությունն է։ Սերժ Սարգսյանը իր իմնեմնի պոդքասթում ասաց, որ տեսել էր այս թուղթը մինչև այսօրվա հրապարակումը եւ այն կարող էր լինել նորմալ բանակցային հիմք եւ կար որոշակի էլեմենտներ, որ կարելի էր բանակցել եւ շտկել։ Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում դատավոր Աշոտ Հովհաննիսյանի նախագահությամբ մեկնարկել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն ընդդեմ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության եւ Հայաստանի պատմության 9-րդ դասարանի գրքի հեղինակ Նժդե Հովսեփյանի գործով նիստը։ Դատական նիստին մասնակցել են նաեւ Սամվել Շահրամանյանը եւ Նժդե Հովսեփյանը։ Շահրամանյանը լրագրողների հետ ճեպազրույցին ասել է, որ արդարադատության ակնկալիքով է եկել։ Դատարանը սակայն արգելել է նիստին ներկա գտնվել ԶԼՄ-ներին ուղիղ հեռարձակում իրականացնել պատասխանող կողմերի Նժդե Հովսեփյանի եւ ԿԳՄՍ ներկայացուցչի առարկության պատճառով։ Արցախի նախագահ Շահրամանյանը դիմել էր դատարան ընդդեմ 9-րդ դասարանի Հայաստանի պատմություն դասագրքի հեղինակների ԿԳՄՍ նախարարության եւ պատասխանատու այլ անձանց նա ԿԳՄՍ-ից պահանջում է հերքել, թե ինքը ստորագրել է Արցախի լուծարման փաստաթուղթը։ Լրագրողի հարցին, թե ինչպես ստացվեց, որ նա կարողացավ անվտանգ դուրս գալ Արցախից, իսկ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը ոչ, Շահրամանյանը պատասխանել է։ Ինչ վերաբերում է, թե ինչպես եմ ես կարողացել դուրս գամ այս իրավիճակից եւ տեղափոխվել Հայաստանի Հանրապետություն, ես այս պահին էլ չեմ ուզում ձեր հարցին պատասխանել, քանի որ դեռ կար process-ներ, որոնց հնարավոր է ձեր հարցին պատասխանը խանգարի։ Հիմա այդ process-ները ավարտված չեն արդյոք։ Չէ, ոչ, ավարտված չեն։ Այն ինչի մասին գրված է այդ դասագրքում, գրված է մեկ տող։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահը ստորագրեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լուծարման մասին հրամանագիր։ Ես հիմա այսօր կարդացի, այս միայն այս տողի մասին է խոսքը։ Այսինքն այս նախադասության մասին է խոսքը։ Հասկանալի է, չէ՞։ Ինչի մասին է խոսքը։ Այլ հարցեր, թե հայցադիմումում ինչ է ներկայացված, թե ինչ են ասում, կոնկրետ այս հարցն է, որ դարձել է վիճարկելի։ Սա ուզում եմ հստակ արձանագրել։ Ոչ թե կողքից ինչ են ասել, դա ում մեկնաբանությունն է, որ падգամավորն ինչ ասեց Արցախի, որ ներկայացուցիչն ինչ ասեց, այդ մասին դասագրքի այն հատվածում, որտեղ ինչ-որ մի բան է գրված, ոչ մի բան գոյություն չունի։ Խոսքը մեկ նախադասության վիճարկումն է։ Վերջացրու։ Այսինքն այստեղ խնդիրը բացառապես այդ նախադասության վիճարկումն է եւ այդ նախադասության հետ կապված դատական process-ը կտա իր պատասխանները։ Իմ պոզիցիայով, իմ դիրքորոշումով հարցը հետեւյալն է եղել,
Արցախի տեղեկատվական շտաբը համապատասխան հարավարագրի մասին հայտարարություն տարածել է 2023 թվականի սեպտեմբերի 28-ին։ Առավոտյան 10:15-20-ի կողմը ձեր բոլոր լրատվականներն այստեղ հավաքված ներկայացուցիչներով բոլորիդ մոտ, բոլորիդ կայքերում, բոլորիդ եթերներում այդ մասին լուրը եղել է, ճիշտ է։ Ես կարծում եմ, այստեղ չեմ սխալվում։ Եվ բոլորիդ մոտ այդ լուրը ոչ միայն հեռացված չէ, այլև երբևէ այլ բան գրված չի եղել այդ կապակցությամբ։ Սա արձանագրում ենք որպես կարևորագույն հանգամանք։ Եթե սկսում ենք դատական պրոցես պիտի սկսել Արցախի տեղեկատվական շտաբի հետ կապված, Հայաստանի զանգվածային լրատվամիջոցների հետ կապված եւ բոլոր այն շրջանակների հետ կապված, ովքեր այդ լուրը տարածել են, ոչ միայն չեն հերքել, այլև չեն հանել մինչև այսօր։ Այսինքն, եթե այստեղ գործ ունենք համընդհանուր արդարադատության, գործ ունենք ընդհանրապես պատվի եւ այլ հարցերի հետ կապված, ես կարծում եմ սելեկտիվ վերաբերմունքը սխալ է։ Մնացածը արդեն կարծում եմ դատարանը իր որոշումը կայացնի եւ այդ հարցին պատասխան կհնչի բոլոր կողմերին։ Մեկնարկել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Բրյուսել։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը ստորագրել են համագործակցության նոր Հայաստան-Եվրամիություն գործընկերության ռազմավարական օրակարգի փաստաթուղթը։ Եվրամիության ընդայնման հարցերով հանձնակատար Մարտակոսը նախորդին հայտնել էր, որ ստորագրվելիք փաստաթուղթը մի քանի կարևոր այդ թվում անվտանգային պաշտպանական բաղադրիչներ է ներառում, սակայն չէր հստակեցրել դրանք։ Խոսքի խոսքով կողմերն ընդլայնելու են համագործակցությունը այլ ոլորտներում եւս մասնավորապես տնտեսական։ Եվրամիությունը աջակցելու է Երևանին տնտեսությունը դիվերսիֆիկացնելու եւ ներդրումների հարցում։ Կալասը նշել է, թե Եվրամիությունը Հայաստանին 15 միլիոն եվրո կտրամադրի։ Դա ուղղվելու է խաղաղությանը եւ ավելի դիմակայուն Հայաստանին։ Մի քանի նախաձեռնություններ են իրականացվելու ականազերծման գծով վերապատրաստման համար սարքավորումներ են տրամադրվելու։ Արարատ Միրզոյանը գործընկերության նոր օրակարգի փաստաթուղթը հավակնոտ էր որակել ու պնդել այն ավելի է խորացնելու Հայաստան-Եվրամիություն երկկողմ գործակցությունը։ Փաստաթուղթը բաղկացած է ավելի քան 70 էջից եւ դառնալու է ճանապարհային քարտեզ Երևան-Բրյուսել հարաբերությունների համար։ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորներ Գագիկ Մելքոնյանը, Բաբկեն Թունյանն ու Սերգեյ Բագրատյանը ԿՊ-ին անդամակցելու դիմում են ներկայացրել։ Դիմումները կհաստատվեն, թե ոչ կորոշի կուսակցության գործադիր մարմինը։ Արդարադատության նախարար անկուսակցական Սրկոյի Գայլյանը նույնպես առաջադրվել է 26 թվականի խորհրդարանական ընտրություններում քաղաքացիական պայմանագրի համամասնական ցուցակում ընդգրկվելու համար։ ԿՊ-ի համամասնական ցուցակում ընդգրկվելու համար տեխնացուների ինքնաառաջադրման ժամկետը լրացել է նոյեմբերի 30-ին։ Առաջադրվածների թիվը շուրջ 380 է, նրանցից մոտ 4 տասնյակը անկուսակցական են։ Ցուցակում չի լինի նաև պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։ Ուղղակի չուզեցի առաջադրվել, քննարկում ունեցել եմ, այդքանը, չէ, ավելի կոնկրետ, բնականաբար պետք է տեղյակ պահեի և տեղյակ եմ պահել։ Ինչպես արտակարգ։ Շատ նորմալ։ Պարոն Հակոբյան, տեսեք, ձեր Իվական։ Որ ասենք ուղղակի չուզեցինք, պատճառ, այսինքն ինչու չուզեցինք։ Ուղղակի, չէ, որևէ պատճառ չկա։ Ուղղակի մի քիչ դադար վերցնեմ ակտիվ քաղաքականությունով զբաղվել։ Դեռ չգիտեմ։ Չէ, քաղաքականությունից ներողություն։ Չէ, քաղաքականությունից դուրս չեմ գալիս, կլինեմ կուսակցական, կարծում եմ կմասնակցեմ կուսակցության նիստերին, ոչ այդքան ակտիվ, բայց այնուամենայնիվ կմասնակցեմ կուսակցության նիստերին, բայց շատ այսպես ակտիվ քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Պարոն Հակոբյան, տեսեք, ձեր գործընկերներից Քրիստինե Պողոսյանն ասում է, ուզում է վերադառնալ արվեստին, նկարչության, այսինքն իր նախկին մասնագիտությանը։ Հնարավոր է ձեզ նորից տեսնենք հեռուստաէկրանին որպես դերասան։ Չէ։ Նոր, ես հին բիզնես չունեմ, որ մի հատ էլ նոր բիզնես տնեմ։ Չէ, որ ասում եք նոր բիզնես կդնեք, չեմ կարծում, չեմ մտածել դեռ այդ ուղղությամբ։ Բացառում եք, որ դեսպան պարկեն։ Չեմ մտածել դեռ այդ ուղղությամբ։ Չգիտեմ դեռ ինչով կզբաղվեմ, դեռ չեմ որոշել։ Դեսպանի պաշտոն։ Նման քննարկում դեռևս այս պայդրությամբ երբեք չի եղել, որ ես որովհետև դեսպան նշանակում։ Այդպիսի քննարկում առաջի անգամ եմ լսում դեզից։ Կառավարություն գնացել Չգիտեմ, չեմ կոր։ Այդպիսի քննարկում էլ չի եղել, ընդհանրապես հետագա իմ աշխատանքի հետ կապված քննարկում չի եղել։
Ամենայն հայոց կաթողիկոսը դեկտեմբերի 10-ից 12-ը եպիսկոպոսատ ժողով է հրավիրում Գարեգին II տնօրինությամբ ի հետևումը նոյեմբերի 4-ից 7-ի Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում տեղի ունեցած քննարկումների դեկտեմբերի 10-ից 12-ը հրավիրվում է եպիսկոպոսատ ժողով քննության առնելու հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու շուրջ վերջին զարգացումները եւ ներեկեղեցական կյանքին առնչվող հարցեր։ Նոյեմբերի 4-ից 7-ը կայացած ժողովի արդյունքներով Մայրաթորի տարածած հաղորդագրության համաձայն Գերագույն հոգևոր խորհուրդը խստորեն դատապարտել է եկեղեցու եւ եկեղեցականների իրավունքների նկատմամբ իրականացվող բացահայտ ապօրինի ոտնձգությունները եւ ճնշումները։ Դեկտեմբերի 2-ի առավոտյան ժամերից սկսած ձյանտեղումներ են գրանցվել Սևանի տարածաշրջանում եւ Վարդենյաց լեռնանցքում ժամը 10-ի դրությամբ, ջունատեղում նաեւ Գաբառի տարածաշրջանում։ Նշված վայրերում վաղ առավոտից սկսած ձնամաքրման եւ աղավազով մշակման աշխատանքներ են իրականացվում Գեղարքունիքի մարզով անցնող միջպետական, հանրապետական, նաեւ մարզային եւ համայնքային նշանակության բոլոր ճանապարհները բաց են եւ անցանելի։